հայտարարեց, որ իրենք ոչի ճակատին են միանում, չհաջողվեց ժառանգությանը համոզել։ Մենք որևէ մեկին չենք համոզում, ընդհանրապես փորձում են իրավիճակ ստեղծել, որպեսզի մեզ ներկայանալի դարձնելով իրենց իմիջը բարձրացնել։ Ոչ արտահայտություն չկա, դա չեն է, իսկ չէ նշանակում է ոչ էական։ Պարոն Սահակյան, այս ընթացքում մամուլը գրում է, որ Ռոբերտ Քոչյանը ոչի շարժմանն է գլխավորելու, ըստ ձեզ նա կմիանա ոչի շարժմանը կգլխավորի։ Մամուլին պիտի հարցնեք, որովհետև դեռևս Ռոբերտ Քոչարյանը որևէ արտահայտություն այդ իմաստով չի արել։ Բայց դեմ արտահայտվել է, սահմանադրական փոփոխություններին դեմ արտահայտվել է։ Բայց ոչի շարժմանը։ Դեմը դա նույն ոչն է, չէի նման, էլի պարոն Սահակյան։ Դեմին ժողովուրդը սովորել է, բայց ոչին դեռևս ես էլ չեմ հասկանում դա ինչ բան։ Սահակյան, Լևոն Տեր-Պետրոսյանն ասել է, որ պատրաստում է հրապարակ դուրս բերել ժողովրդին եւ տապալել սահմանադրական բարեփոխումների գործընթացը, որ հնարավոր է վերաճի նաեւ վերածվի Սերժ Սարգսյանի պաշտոնական։ Տարիներ շարունակ նույն բանը ասվել է, դա կարծում եմ պիտի տրամաբանորեն մարդիկ հաշվարկեն, տեսնեն, որ պիտի կարողանաս քաղաքական այնպիսի ռեզերվներ ունենաս կամ օբյեկտիվ իրավիճակներ ունենաս, որ դրան կարողանաս հասու լինես։ Բայց օբյեկտիվ իրավիճակա, որտեղ հանրության մեծ մաս պարոն Սահակյան իրական դեմ է սահմանադրական փոփոխությունների։ Բայց հանրության մեծ մասին ավելի շատ հանրապետականն է առնչվում, քան լրագրողները կամ քաղաքական գործիչները։ Հանրությունը մեծ իմաստ է, ամբողջ ազգն է, իսկ ազգի անունից կշիռներ ցուցաբերողները դառնում են անկշիռ։ Պարոն Սահակյան, կադրերի հարց քննարկվել է, օրինակ վարչապետի ազգային ժողովի նախագահում եք դուք պատկերացնում։ Երբ որ հանրաքվե լինի, արդեն ընդունվի խորհրդանական։ Բայց հանրաքվեն ինչ կապ ունի կադրերի հարցին։ Հանրաքվեն է, սահմանադրական փոփոխությունները։ Կադրերի հարց բնականաբար այդ պարագայում չի քննարկվել եւ չի կարող այս պահին քննարկվել։ Պարոն Սահակյան, Ռոբերտ Քոչարյանը ուժեղ ընդդիմություն կլինի իշխանություններին, ձեզ կոնկրետ, եթե պայքարի սահմանադրական մեր երկրորդ նախագահն է, որպես պատմական դեպք բավականին ուժեղ է, բայց որպես քաղաքացիական հասարակության կամ քաղաքական դաշտում ուժեղները ունենում են ուժեղ թիմ։ Իսկ ուժեղ թիմ չունի նա։ Նա ակնարկում է, որ հանրապետականներն էլ կարող անցնեն իրանց կողմը, հանրապետական հարցազրույցներից մեկում նման ակնարկ էր։ Ես չգիտեմ լամ թե ցավամ, բոլորը կապում են իրենց եւ հզորությունը եւ թուլությունը հանրապետականի հետ։ Պարոն Սահակյան, նոր սահմանադրության ընդունման դեպքում ձեզ որտեղ եք տեսնում պաշտոնը։ Գալու Սահակյան։ Պարոն Սահակյան,